Սամվել Կարապետյանի գործի մասով մենք ընդունել ենք հայտարարություն, հենց այն պահին, որ արդեն որպես փաստաբաններ եք այդ հարցը տալի ձեզ, էլի։ Հասկացա, ես իրավական եւ քաղաքական գնահատական կտամ։ Մենք ընդունել ենք հայտարարություն, որտեղ թե իրավական մասով ենք գնահատական տվել, թե քաղաքական, նաեւ հետո երբ որ կալանքի որոշումը կայացվեց, ես ուղիղ եթերով խոսեցի դրա մասին, ընդհանրացրած ասեմ, ինչ որ մինչ այս բանը ասել եմ։ Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված պրոցեսը այն ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, այն կառավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, դրա մասին մեզ վկաներ պետք չեն, որովհետև ինքն է անձամբ ասում, որ ես եմ միջամտում, ինքը իր Facebook-յան էջում գրել է, հիմա ես կմիջամտեմ, եւ այդ պահին ոստիկանության հատուկ խումբը գրոհել է Սամվել Կարապետյանի տունը, եւ այդ ընթացքում իմ տվյալներով 51 մարդ է այսպես կոչված բերման ենթարկվել, բայց նոր քրեական դատավարության ընթացքում բերման ենթարկվել ինստիտուտ գոյություն չունի, ձերբակալվել են, բայց իրենք լուր էին տալիս, որ բերման են ենթարկվել, ապօրինի գործողություն է տեղի ունեցել, մարդկանց ձեռք է կոտրվել, վնասվածքներ են ստացել տարբեր մարդիկ բան, եւ այդ ապօրինի ամբողջ գործողությունը որ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված է, որից հետո նրան առաջադրվել է մեղադրանք, որի սանկցիայում կա տուգանք։ Նայեք, եթե մեղադրանքի սանկցիայում կա տուգանք, դատարանները չեն կալանավորում։ Նրան տարել են կալանքի 2 ամսվա, եւ դատարանը կալանավորել է։ Բնականաբար, քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանություն չունենք, իսկ դա մասին ցուցմունք է տվել հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասել է, որ ես եմ ԲԴԽ նախագահին SMS գրել, որ հրաժարական տա, արդեն դա բավարար է, որ մենք իմանանք, որ ինքն է ղեկավարում դատական իշխանությունը, եւ ինքը ասել է կալանավորեք, կալանավորել են եւ Էրդողանի այցից առաջ են կալանավորել։ Եվ իխի եմ Էրդողանի մաս ասում, որովհետեւ նաեւ Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի կողմից։ Սա էլ գիտենք 21 թվականից։ Եվ այս իմաստով նաև ուզում եմ նշել, որ կալանքը իրավական իմաստով տոտալ ապօրինի է, որովհետև տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմը անգամ բավարարված չէ եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով, եւ ավելին ամբողջ քրեական գործը հարուցված է հարցազրույցի հիման վրա, որը Սամվել Կարապետյանի հարցազրույցն է, երևում է, որ իր հարցազրույցն է, ինքը չի կարող հրաժարվել իր հարցազրույցից եւ չի հրաժարվում, եւ հետեւաբար գործով վկաներ չկան, որ դու մարդուն օրինակ ստորագրություն չհրանալու մասին խափանման միջոց ընտրես, նա ազդի գործի անցող վկաների վրա կամ գործի ընթացքի նա չի կարող ազդել, որովհետեւ չկա որևէ փաստ։ Այսինքն ընդհանուր process-ը պատիժ է, նայեք, չի կարող միջդատական վարույթը պատժի տարեր ունենալ իր մեջ։ Սա միջազգային հայտնի իրավական սկզբունք է։ Ամբողջ գործընթացը պատիժ է, որը կազմակերպվել եւ ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից եւ այն զուլալ քաղաքական հետապնդում է։ Մի բան էլ ասեմ, ակնհայտ անմեղ մարդուն քրեորեն հետապնդելը դա քրեական հանցագործություն է։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրաված են այդ process-ի մեջ, բոլոր այն մարդիկ, ովքեր մարդկանց թևեր են ջարդել, վնասվածքներ են տվել անմեղ մարդկանց, որ ուղղակի այդտեղ կանգնած են եղել, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, սա հանցագործություն է, եւ ես եւս մեկ անգամ այս հնարավորությունից օգտվելով դատապարտում եմ այդ ամբողջ process-ը եւ պահանջում եմ օր առաջ ազատ արձակել պարոն Կարապետյանին։